Ապրիլի 26-ի կեսօրին Վանաձոր-Գյումրի ճանապարհին Ջաջուր գյուղի մոտակայքում ավտովթարի է ենթարկվել Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն ծանրորդ Նազիկ Ավդալյանը։ Մարզուհին ողնաշարի եւ կողոսկրի կոտրվածք է ստացել։ Դեպքի վայրից աշխարհի չեմպիոնը տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո Ավդալյանին տեղափոխել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն։ Նազիկ Ավդալյանին նույն օրն այցելել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ ՀԱՕԿ-ի նախագահը զրուցել է Ավդալյանի, նրա հարազատների եւ բժիշկների հետ։ Բժիշկները այստեղ են, իմացի, որ ամեն ինչ ամենաբարձր մակարդակով ոնց ինչ անհրաժեշտություն կա, ամեն ինչ կա։ Դու մենակ հանգիստ, տնեցիները մամա-պապան հանգիստ լինեն։ Դե գեղեցիկ ջան, քեզ համբերություն, ես միշտ ուշադրության կենտրոնում կպահեմ, ամեն ինչը լավ կլինի։ Նազիկ Ավդալյանի ապաքինման համար ջանք ու միջոց չպետք է խնայվի։ Հարկ եղած դեպքում անվանի ծանրորդի բուժումը կկազմակերպվի արտերկրի առաջատար կլինիկաներում, ասել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։